Եթերում ազատ լուրերն է, ես Աիդա Կիրակոսյանն եմ, բարև ձեզ։ Վաղը սեպտեմբերի 27-ին Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Ազգային ժողովի падգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեգամ Նազարյանը նախագիծ են շրջանառելու, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը եւ կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։ Գրել է ազգային ժողովի փոխնախագահ ՔՊ падգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ հունվարի 28-ին արդեն ինչպես միշտ Ռուբինյանի խոսքով կնշվի բանակի օրը որպես շարունակվող կյանքի եւ կամքի խորհրդանիշ։ Գեգամ Նազարյանը 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրն է, նախկինում նա Հայաստան խմբակցության անդամ էր։ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են եւ դրական ընթացք ունեն։ Գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաեւ բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում, հավելել է Պուտինը։ Վարչապետ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրվելու համար։ Վարչապետը նշել է, որ արդյունավետ գործակցում են Ռոսատոմ կորպորացիայի հետ եւ փնտրում նոր փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նյու Յորքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դինամիկ զարգանում է։ Միրզոյանը եւ Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, նաեւ քննարկել միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք վերաբերում են ռազմական ոստիկանության մասին օրենքին, սահմանային կառավարման համակարգին, ոստիկանության բարեվարկությանը եւ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր նախագծերին, որոնք կներառվեն ԱԺ հաջորդ նիստերի օրակարգում։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական ոստիկանության մասին օրենքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկվող օրենսդրական փաթեթը։ Օրենքի նախագծում նախատեսվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության ենթարկելու ձևերի հստակեցում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացնելով նախագիծը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում առաջարկներ չեն եղել, իսկ նախագծում կատարվել են միայն խմբագրական շտկումներ։ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Ռազմական ոստիկանության իրավասություն է վերապահում աջակցել զինվորական կոմիսարիատներին, քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում։ Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար։ Օրենսդրական այս փոփոխության նպատակն է կատարելագործել զինված ուժերում հավաքների կազմակերպման մեխանիզմները, խուսափելու համար նման հավաքների համար պատժամիջոցներ չկիրառելու դեպքերից։ Հաջորդ քննարկվող հարցը եղել է պետական սահմանի մասին օրենքում առաջարկվող լրացումը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է փոփոխությունը, որով առաջարկվում է հստակեցնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կարգավիճակը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչև նիստը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել, իսկ այս փոփոխությունը թույլ կտա ավելի համակարգային կարգավորումներ մշակել սահմանային վերահսկողությունն ու անվտանգության ապահովումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ներկայումս սեկտ համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորում են կառավարության որոշմամբ, այսինքն համակարգի էությունը եւ դրա հետ կապված սկզբունքային կարգավորումները
օրենքի մակարդակում ամրագրված չեն, ինչը եւ առաջարկում ենք իրականացնել։ Նիստում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն էլ ներկայացրել է ոստիկանության բարևարկության եւ կարգապահական կանոնագիրքը, նաեւ հարակից օրենքների փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է բարևարկության համակարգի ամրագրում, ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար առանձին էթիկայի հանձնաժողովների ստեղծում եւ բարևարկության խախտումների քննության մեթոդների սահմանում։ Մկրտչյանը բացատրել է, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսում են 3 հիմնական խմբի փոփոխություններ։ Առաջին խումբ փոփոխությունները միտված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը նպաստելուն, մասնավորապես առաջարկվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության իրավասությանը վերապահել, ստուգել ոստիկանության ծառայողների առաքինությունը, զուգահեռաբար առաքինության ստուգման կարգը սահմանելու լիազորությունները պատվիրակելով ներքին գործերի նախարարին։ Հաջորդ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողների վերաբերյալ բարևարկության ուսումնասիրության անցկացումն ու համապատասխան եզրակացության տրամադրումը վերապահել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդ որում առաջարկվում է շեշտել, որ բարևարկության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է հիշել ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվողների նկատմամբ նշանակումից առաջ։ Հաջորդ փոփոխությամբ էլ բարելավվում է աշխատանքի ռեսուրսների կառավարումը։ Մկրտչյանն ընդգծել է, որ փոփոխությունների ընդունումից հետո նախապես նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն ներկայիս կարգավորումներով, իսկ նոր ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն նոր կարգավորումներով։ Այնուհետև նիստում առանձին քննարկվել է ազգային ժողովի падգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես կառավարությունն առաջարկում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը։ Փաթեթում նաեւ նշվում է, որ նման սարքավորումների տեղադրման եւ օգտագործման դեպքում կիրառվելու է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Նաեւ միջոցները բռնագրավվելու են։ Բացի այդ, տվյալ վարորդները կորցնելու են 2 միավոր։ Հանձնաժողովը ներկայացված օրենսդրական բոլոր փաթեթներին դրական եզրակացություն է տվել։ Դրանք կներառվեն ազգային ժողովի առաջիկա նիստի օրակարգում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը օրերս վերադարձավ Զագրեբից 3 մեդալով, 1 ոսկի և 2 բրոնզ։ Այս առաջնությունում մեր ըմբիշները թիմային հաշվարկով գրավեցին 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը և բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ամփոփել են առաջնության արդյունքները և կիսվել տպավորություններով։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը օրեր առաջ Զագրեբից Հայաստան վերադարձավ 3 մեդալով, 1 ոսկի, 2 բրոնզ։ Աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները թիմային հաշվարկով գրավեցին 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ էր մեր տղաների գրանցած արդյունքներից, բայց նշում է, կարող էինք ավելին։ Վրաստանի թիմը, որը 4-րդ տեղն էր ընկել, պարտվել ենք իրենց 2 միավորով, 63-65 հաշվով։ Կարանք թիմային պայքարում էլ երրորդ մտնենք, հաղթել չենք կարող հաստատ, որովհետև իրանացիք շատ մեծ տարբերությամբ էին միավորներով առաջ, բայց կարանք երրորդ մտնենք։ Չստացվեց, բայց ունենք 3 մեդալ, ունենք թիմային աշխարհում 60 երկրների մեջ 5-րդ տեղ, այն դեպքում, երբ որ 80-90 միլիոնանոց Թուրքիան 1 մեդալով էր գնացել, եւ չեմ ասում էլ տարեկան ինչքան մրցումներ, ինչքան ուսումնամարզական հավաքներ իրանց աշխատանքային պրոցեսի նկատի ունեն։ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի եւ գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը խոսել է իր հաջողություններից։ 77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը պայքարը սկսել էր 1/8-ից եւ հասել մինչեւ եզրափակիչ, որտեղ էլ 11 հաշվով հաղթել էր ճապոնացի իմբիշ Նաո Կուսակային, դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա պատմում է. Անկեղծ չէի մտածում, որ կարող է հեշտ հաղթեմ ճապոնացի իմբիշին, քանի որ նա էլ մեր քաշային կարգի ուժեղագույն իմբիշներից է։ Ուղղակի իմ այս Եվրոպայի առաջնությունից ինչ նախապատրաստվել եմ աշխարհի առաջնությանը, իմ այդ մարզումները, այդ ամեն ինչը բերեց նրան հասցրեց, որ ես կարողանամ հոգեպես էլ պատրաստ լինել։ Ես մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող եմ պարտվել հենց այստեղ։ Եվ դա էլ օգնեց, որպեսզի կարողանամ նրան հաղթել, բայց ոչ այսպես հեշտ։ Այս աշխարհի առաջնությունում թերևս ամենացավալին աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի, օլիմպիական եւ եվրոպական խաղերի բազմակի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի պարտությունն էր, ինչն էլ հանրության քննադատությանն արժանացավ։ Արմեն Բաբալարյանն անդրադառնալով Արթուրի պարտությանն ու քննադատություններին նշել է. Խնդրում եմ բոլորին Արթուրի քննադատել չի կարելի։ Դու ոչ մեկ այդ քննադատողները կամ ոչ մոռանա, որ Արթուրը 15-16 տարի 2009 թվականի Գարունից երիտասարդական տարիներից մինչև 16 տարի ստաբիլ մեր երկրին, մեր երկրապահքուներին, մեր բոլոր ազգին պատիվը, անունը, ամեն ինչը բարձր միշտ պահել երկրի աշխարհի բոլոր մը չի կարելի մարդուն սարքել եսի միջ ու հետո փորձել ինչ-որ քննադատել, կա Արտուրին ոչ մեկ իրավունք չունի քննադատել, ոչ մեկ չի կարող քննադատել։ Նման բաներ խնդրում եմ ժողովրդին ցես չէ։ Խնդրում եմ զերծ մնան նման բաներից չի կարելի։ Արթուրի աշխատած մեդալները եթե գցեն ինչ-որ մեկի վզին կարող է այդ մեկի վիզի կախվի էլ չկարենա բարձրացնի։ Այնպես որ Իսկ 67 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը բրոնզե եզրափակչում 15-5 հաշվով տուշեով հաղթել էր Ղրղստանի իմբիշ Ռազակ Բեյշեքեևին։ Սա Գալստյանի երկրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնությունում։ Նա առաջին անգամ մեդալակիր էր դարձել 2019 թվականին։ Հավատում էի անկեղծի մեջ, որ կարող եմ հետ բերել։ Ճիշտ է, չէի մտածում, որ կարողանամ այտենց մեծ հաշվով առավելության հասնել, ու փորձում էի գոնե մեկ միավորով առաջ անցնել ու կարողանամ ես արդեն թելադրեմ գոտեմ արտը, բայց ոնց որ ասում են, ոնց որ ստացվեց, ոնց բարբեն այտենց գնում էր ու այտենց կարողացա արդեն որ առաջ անցա միավորներով մրցակիցս արդեն ավելի շատ էր փորձում ինքս խառնել թույլ տալ, ես էլ դրանից կարողացա օգտվել ու ավելի մեծ հաշվով հաղթել։ Որ ճիշտն ասեմ, ես էլ տենց չէի մտածում, որ այդ 5-0-ով կարողանամ տենց մեծ հաշվով հասնել հաջողության, բայց կարևորը որ կարողացա, չգիտեմ, այդ բային ճիշտ տակտիկա վարել ու երկրորդ խաղափուլում տենց կարող նշեմ, կարողացա մեծ առավելության հասնել։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճում բրոնզե մեդալ նվաճեցին 60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Պողոսյանը, 67 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը, իսկ 77 քաշային կարգը ներկայացնող Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Veolia ջուր ընկերությունը պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագրի չնախատեսված աշխատանքների շրջանակներում իրականացնում է Երևանի էստոնական 3 և 5, Հալաբյան 21 և 25 շենքերի կոյուղագծերի կառուցում։ Ընկերությունն արդեն ավարտել է Քաջազունի 1 և Բաշինջաղյան 178 շենքերի բակային կոյուղատարների վթարային հատվածների վերականգնման աշխատանքները։ Երևանյան տարբեր հասցեներում շարունակվում են Veolia ջուր ընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների չնախատեսված աշխատանքների ծրագրի շրջանակներում կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները։ Ընկերության կանգառն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանում է, որի Հալաբյան 25 շենքից կոյուղագծի խցանման մասին անդադար ահազանգեր էր ստանում։ Բնակիչները բարձրաձայնում էին խցանման, դրա հետևանքով առաջացած հակասանիտարական վիճակի և տհաճ հոտի մասին։ 65 տարվա շենքը լրիվ մխիթար վիճակ, տարին 12 ամիս միշտ խնդիրներ ենք ունեցել կոյուղու հետ, ամեն անգամ զանգել, խնդրել, աղաչել, գիշերվա հազարների նույնիսկ մասնավոր կազմակերպությունը մեծ գումարներ ենք վճարել, երբ որ կոյուղում ոնց խցանումներ էր առաջանում, հայերեն ասեմ, առաջներից մեկը ես եմ միշտ զանգել, որտեղ ինձ է հիմնական նեղությունը։ Որքան էլ Veolia թիմն օպերատիվորեն արձագանքում էր ահազանգերին ու խցանումներին, միևնույն է, քայքայված և մաշված համակարգը արմատական լուծում էր պահանջում։ Այդ իսկ պատճառով Veolia ջուր ընկերությունը հրատապ կարգով պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի չնախատեսված աշխատանքների ցանկում ընդգրկեց նաև էստոնական 3 և 5, Հալաբյան 21 և 25 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը։ Այս պահին մոտ մի 2-3 դիտահորերի քանդման եւ կառուցման աշխատանքներ են ընթանում։ Ընդհանուր առմամբ այս ծրագիրը 3 ենթածրագրերով նախատեսված է մոտ 63.9 միլիոն դրամ, որից 47.1 միլիոն մասնաբաժինը կոնկրետ այս ծրագրին է նախատեսված, իսկ Քաջազնունին մոտ 5.6 միլիոն, իսկ Բաշինջաղյան 178-ը, որը մոտավորապես մի 100 մետր բակային ցանց էր, 11.2 միլիոն նախատեսված էր Բաշինջաղյան 178-ի համար։ Ընդհանուր կառուցվում է 460 գծամետր 250 մմ տրամաչափով պոլիէթիլենե երկշերտ ծալքավոր խողովակաշար։ Այս կոյուղին այս ամբողջ թաղամասի շենքերն է սպասարկում, մեր վերակառուցվող հատվածը նաև ներառելու է մնացած բոլոր շենքերի նորմալ վիճակում գտնվող, ասենք, բակային հատվածները, բայց կոնկրետ վթարված հատվածները 4 շենքի են վերաբերվում, դա Հալաբյան 21-25 և էստոնական 3-7 շենքերն են։ Այն հատվածը սարքել էին, հիմա այսին անում ենք շատ գոհ ենք, շատ շնորհակալ, որ իրոք ուշադրություն են դարձել այս կոյուղաջրերին, դե 65 տարի ինքը փդած անմխիթար վիճակ է։ Հիմնական բնակիչների բոլորը գոհ են, շնորհակալ են, իրոք կապիտալ կառուցվում է լրիվ նորգից ու վստահ եմ, որ ամեն ինչ բարեխղճորեն մինչև վերջ կկատարեն։ Աշխատանքի ավարտը թեև մյուս տարի է նախատեսված, սակայն Veolia թիմը նախատեսում է ավարտել գործն առաջիկա օրերին, որից հետո էլ կոյուղին կդառնա լիարժեք աշխատանքային։ Չնախատեսված աշխատանքներով մենք ընդգրկեցինք այս նախագծային, ասենք, աշխատանքները իրականացվեցին, ուսումնասիրություններ արվեց եւ հստակ մենք մասնատեցինք, հասկացանք, որ հատվածներ անհրաժեշտ հրատապ վերանորոգելու, որոնք ես որ նշեցի այդ 4 շենքերի հատվածների համար։ Ի դեպ չնախատեսված աշխատանքների այս նույն ծրագրով Veolia-ն արդեն իսկ վերակառուցել է Քաջազնունի 1 և Բաշինջաղյան 178 շենքերում կոյուղագծերը, որի համար ներդրել է մոտ 64 միլիոն դրամ, բայց որպեսզի կոյուղատար համակարգը երկար ծառայի բնակիչներին, վերջիններս էլ պետք է բարեխղճորեն օգտագործեն դրանք, դիտահորերը զերծ պահելով կոյուղու համար չնախատեսված կենցաղային աղբից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Թիմ Տելեկոմ Արմենիան առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով։ Այսուհետև գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել առաջադեմ, հասանելի և կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում։ Թիմ Տելեկոմ Արմենիան հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման և արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին, նպատակ ունենալով էապես բարձրացնել կապի որակն ու թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ամբողջ տարածքում։ Ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 15-ից սկսած կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։ Սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում, որովհետեւ 2G ցանցի օգտագործած
այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային եւ մի շարք այլ ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G եւ 5G տեխնոլոգիաների մեջ։ Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել է 30 տարի առաջ, դեռևս 1995 թվականին, այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ այն թվային առավել անվտանգ եւ արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաներով փոխարինելու ժամանակն է։ Մենք գիտենք, որ անվտանգային տեսանկյունից անվտանգ կապի ծառայությունների ծառայություններ ստանալը շատ կարևոր է, ավելի կարևորվում է տարեց տարի ու շատ բաժանորդներ չգիտակցելով դա օգտագործում են 2G հեռախոսներ, որոնք շատ խոցելի են, շատ հեշտ հասանելի են եւ մի շարք խնդիրներ են առաջացնում։ Վստահեցնում եմ, առաջինը լինել է եւ բարդ է եւ հեշտ եւ միևնույն ժամանակ պարտավորեցնող, որպեսզի մենք ամեն ինչը ավելի պատշաճ եւ ավելի որակյալ ապահովենք, որպեսզի մեր բաժանորդները խնդիրներ չունենան։ 2G-ի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան շատ կարճ ժամանակում էապես ընդլայնելու 4G եւ 5G ծածկույթներն ամբողջ Հայաստանում, այդ թվում հեռավոր բնակավայրերում։ Ընկերության 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով, բաժանորդներին տրամադրելով բջջային կապի եւ ինտերնետի ավելի հուսալի եւ արագ հասանելիություն։ 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի, դու ոնց որ բաց կապով սարից սար գոռալով խոսաս։ Հատկապես սահմանամերձ գոտիներում դա նշանակում է, որ մարդիկ երբ որ խոսում են 2G-ով, սահմանից այն կողմ այդ ամեն ինչը շատ հեշտ վերցվում է օդով եւ լսվում է ու դա նշանակում է ոչ միայն որ օրինակ հեռախոսազանգերն են լսվում։ Դա նաև նշանակում է, որ ճանապարհին SMS-ներն են կարողանում կարդալ։ 2G ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Նոր սերնդի ցանցերը ոչ միայն թույլ են տալիս միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն ավելի էներգախնայող են եւ թույլ են տալիս նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Սա ոնց որ շատ նուրբ խոցելիություն է, որը ոնց որ անտեսանելի նստած է մեր երկրում եւ չարամիտ խմբավորումները մեզ աջուձախ շրջապատում են, դրանց համար ոնց որ պարարտ է ստեղծում տարբեր տիպի հարձակումների համար։ Այս օպտիմալացումն իրականացվում է Թիմ Տելեկոմ Արմենիայի կողմից նախկինում հայտարարված շարժական ցանցի արդիականացման ռազմավարության շրջանակում, որի նպատակն է ապահովել առաջադեմ, հասանելի եւ կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ծառայությունների անխափան հասանելիություն ապահովելու նպատակով ընկերությունն այն բաժանորդներին, որոնք վերջին 3 ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման ավարտին հայտնենք, որ 9 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քյոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը Մարգարիտա Սիմոնյանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք։